Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Կապանի Սյունիք օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան, սրա համար ստեղծվում են իրավական հիմքեր, սակայն դեռ պետք է արվեն համապատասխան ներդրումներ։ Հայաստանի կառավարության հունվարի 22-ի նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կորպորասիոն Ամերիկա ՍԱ-ի միջև ստորագրված կոնցենսիոն պայմանագրի 5-րդ լրացման նախագծին։ Կոնցենսիոն պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի կառավարության ու կորպորասիոն Ամերիկա ՍԱ-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին։ Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցենսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցենսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվական։ Կոնցեսիոնները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստեր պլանը եւ ներդրումային ծրագիրը կներկայացվի կառավարության համաձայնեցմանը, ասել է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Մաստեր պլանը հաստատելուց հետո, պարոն Գրիգորյան, անմիջապես իրենք կմեկնարկեն այդ աշխատանքները եւ հենց կոնցեսիոն պայմանագրի այս լրացման տեքստով նախատեսված է, որ մինչև 33 թվականը այդ ներդրումները պետք է իրականացվեն եւ այդ տերմինալի ոչ միայն տերմինալի, այլ բոլոր այդ գույքի եւ սարքավորումների հետ կապված ներդրումները պետք է այդ ընթացքում իրականացվեն։ Եթե կոնցենսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցենսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է, ամեն տարի կազմելով 4 միլիոն ուղևորից պակաս, ապա կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագնի ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով։ Սահմանվում է, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը եւ դրա պատկանելիքները վերադարձնել կառավարության լիովին ու լիարժեք շահագործող վիճակում։ Վերահաստատվում է, որ թե օդանավակայանի ենթակառուցվածքը, թե շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտների, ասել է Սիմոնյանը։ Նա հավելել է, իրավական առումով այո, սա միջազգային օդանավակայան կարող է լինել, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար Սյունիքի օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ իրականացվեն, որ այնտեղ սահմանային, մաքսային եւ այլ գործառույթներ ստեղծվեն։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Պարոն Հայրապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Հայրապետյան, րոպեներ առաջ ստորագրվեց, Դավոսում ստորագրվեց Թրամփի նախաձեռնած այդ խաղաղության խորհրդի կանոնադրությունը, կադրերից պարզ է դառնում, նա փաստորեն կանգնել էր մի պահ եւ Փաշինյանի եւ Ալիևի մեջտեղում, գիտեք, մինչեւ վերջ պարզ չէր Փաշինյանը կմեկնի թե ոչ եւ կարծեք թե շատ արագ կատարվեց ու կազմակերպվեց ու նա միացավ այս հրավերին, իդեպ ուզում եմ ասեմ, որ Ֆրանսիան փաստորեն զգուշավորությամբ մոտեցավ Դոնալդ Թրամփի այս նախաձեռնությանը, ինչպես եք գնահատում ուրեմն Փաշինյանի, Ալիևի ուրեմն ներկայությունը այս կարևոր միջոցառմանը եւ ինչ է փոխվում սրանով ի վերջո, ոչինչ չի փոխվում։ Ոչինչ չի փոխվում, բայց բնականաբար քանի գլուխ ունեին, որ չմասնակցեին, անշուշտ պիտի մասնակցեին, որովհետեւ իրեն աշխարհի կայսր երևակայող Թրամփի դեմ սուր ճոճել, նույնիսկ Ֆրանսիան չի հանդգնում, ընդհանրապես այդպիսի դեմարշային ցույցեր է անում։ Մենք տեսանք, թե Թրամփը ինչպես հեգնանքով արտահայտվեց, արևային ակնոց դրած Մակրոնի հասցեին, ֆրանսիացիներն ինչպես են ընդունում Թրամփի գործունեությունը մանավանդ Գրենլանդիայի հետ կապված, այնպես որ աշխարհը վերափոխվում է, սա էլ որ ստորագրել են ինչ-որ բան, չգիտեմ, մերոնք երևի լիք փորձագետներ կան, չէ, տնաբույծ փորձագետներ, թող ասեն, առաջին համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի կարգ ու կանոն հաստատվի, ազգերի լիգա ստեղծվեց։ Հենց դա հասավ իր սահմանաեզրին եւ այլևս պիկին, անկարող էր այդ խաղաղության վիճակը պահել, սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, դա վերջացավ, ազգերի լիգան անիմաստ դարձավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի դարձյալ խաղաղություն պահեն եւ աշխարհը որոշակի կառավարելի խաղի կանոնների
շրջանակում պահեն, ստեղծվեց միավորված ազգերի կազմակերպությունը։ Հիմա տեսնում ենք, որ Թրամփը process-ներն արագացնում է, տեսնում ենք, որ դա էլ հասել է իր սահմանին եւ ասում է այ հիմա այլընտրանք, սա ՄԱԿ-ին ստեղծվելիք այլընտրանք է եւ ոչ թե ինչ որ Գազայի համար, Գազայում ասում է գնալու եմ գոլֆի բան եմ սարքելու։ Հիշում եք մի քանի տարի առաջ ասես փողով առնեմ, տվեք Գազայից դուրս եկեք, գնացեք բնակիչներ, ես այդտեղ սիրուն շատ լավ լողափեր կսարքեմ, գոլֆի դաշտեր կսարքեմ։ Այնպես որ նրանց համար մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ հայկական հրաշալի առած կա, որ ասում է կատվի խաղ մկան մահ։ Քանիցս օգտագործել եք այս։ Այ հիմա մենք այդ փոքրիկ կենթանու վիճակում ենք, խոշորներն իրենց համար խաղ են անում։ Հիմա մեր խնդիրը ոտատակ չգնալն է եւ շատ լավ արեց, որ գնաց երկրի ղեկավարն այնտեղ, այնտեղ Վահագն Խաչատրյանն էլ հետը Վահագն Խաչատրյան վաղուց էր գնացել, օրեր առաջ էր գնացել։ Դե մի բանով պիտի զբաղվի այդ մարդը, թե չէ, գոնե մի քանի շուտ գնա բանանի, որ ամեն շրջանառվի։ Այսպես ասած, լրիվ անկարևոր է դարձել։ Այո, Սերժ Սարգսյանի արած այդ վատ սահմանադրությունից հետո, որտեղ Հայաստանը դարձավ խորհրդարանական, վարչապետական, այդ ինստիտուտը ցավոք սրտի պարապության մատնվեց, թեև խաչն է տիրոջը, տերն է խաչին զորավորեցնում, երբ որ Արմեն Սարգսյանն էր, կարող էր որոշակի արժեք ունենալ այդ ինստիտուտը, բայց դե Վահագն Խաչատրյանն ինչ պիտի անի, Նիկոլը ոնց ասաց, նենց էլ պիտի անի էլի։ Լավ, պարոն Հայրապետյան, դուք այսպես շատ լրջորեն կամ այսպես չմոտեցաք օգոստոսի 8-ին, այսպես ինչ որ բան ստորագրվեց օգոստոսի 8-ին, դուք դրա ուրեմն կյանքի կոչման, իմպլեմենտացման հնարավորություն չեք տեսնում, թերահավատ եք ընդհանրապես այդ գործընթացներով, գիտեք, որ այս տարի էլ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, TRIP-ը կարծեք թե մտնում է արդեն, այսպես ասած, գործնական, ուրեմն դաշտ, ինչու եք թերահավատ։ Այստեղ կարող եմ ասել ընդամենը տա Աստված զսպված լավատեսություն ունեմ, ոչ թե թերահավատ եմ, բայց մեր հանրույթի մեջ ընդհանրապես հորթի հրճվանքն է շատ, կամ այն մյուս կողմ, ղնջրտում են վեր են ցատկում, նայած թե որտեղից են իրենց վճարահաբերը կրկեսի շնիկների նման դրվում իրենց բերանները, ամեն առիթին ոգևորվում են ռուսամետներ, արևմտամետներ, բայց ընդհանրապես այո, սա անվտանգության լուրջ բարձիկ էր, եւ շատ լավ է որ ստորագրվեց, բայց դրա այլընտրանքն ինչ պիտի լիներ։ Շնորհակալություն։ Գիտեք, այդ զսպվածն էլ ասում եմ նրա համար, որովհետեւ Ռուսաստանը եթե հանկարծ չկարողացավ այդտեղ երակ մտնել, Ռուսաստանը տորպեդահարելու է դա։ Ինչպես որ հենց հիմա մեր ձեռքով տորպեդահարում է։ Քանի անգամ Ալիևը արևմուտքին ասաց, չէ, ես սարքել եմ արդեն ընդամենը մի քանի կիլոմետր բան է մնացել, երկաթուղին պատրաստ է, ավտոճանապարհն է մնում, թե հակառակը ադրբեջանական կողմն արել է, հայկական ինչու չի անում մինչև հիմա որևէ լուրջ աշխատանք։ Ռուսաստանը տորպեդահարում է, այնպես չի որ ես մեղադրում եմ մերանց, որ չեն անում, կարող են Պուտինին դեմ գնալ, չեն կարող, ինչպես կարելի է տերերին դեմ գնալ։ Բայց տեսել եք, չէ, վերջերս բավականին ակտիվ եւ հասցեական խոսում են հիբրիդային գրոհների մասին, արձագանքում են օրինակ այնտեղից կրեմլյան ռոպագանդիստների կոշտ հայտարարություններին, կարծեք թե Լավրովն էլ անդրադարձավ այդ հիբրիդային գրոհների հետ կապված Հայաստանի վարչապետի ազգային ժողովի նախագահի, այսպես ասած, մեղադրանքների եթե։ Ես Լավրովի այդ մի քանի ժամանոց ելույթը ի տարբերություն մեր մանրապճեղների, որոնց վկայակոչեցիք, թե անդրադառնում են, շատ մանրակրկիտ եմ հետևել, աշխատել եմ նույնիսկ որոշ տեղեր մի քանի անգամ լսել, որովհետև այո, մի բևեռում աշխարհի մոդելի պատկերացման կերպը դա է, պետք է ծանոթ լինել, ինչ են ուզում մարդիկ։ Իսկ որ այնտեղ ինչ-որ ժուրնալիստների ինչ են ձևեր թափում, այդ Սոլովյովը ինքն իր մտածածն է ասում, պրոպագանդիստներ, բան մտնում թե մեղավորը նա է, Նիկոլին հայել էր, Նիկոլն էլ դրեց փակեց դրան, հիմա տեղը գունավոր գծեր են գնում, երբ որ այդ մարդը պիտի խոսի, ուղիղ հակառակը պետք էր թույլ տալ, տեսնենք թե նրա բերանով խոսող Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը բազում բերաններ ունի, բազում ձայներով է խոսում, ինչպես են, ինչ դավեր են մեր հանդեպ նյութում։ Ընդհանրապես այդ ալիքները պիտի դուրս գային հայկական մուլտիպլեքսից, պարոն Հայրապետյան, մենք պիտի
մեր հարկերի հաշվին, այսինքն մենք պիտի վճարենք, որ այդ աղբը ստանանք, կամ այդ պրոպագանդան լսենք նրանց։ Ներեցեք, մենք մեր հարկերի հաշվին մի ամբողջ կառավարություն ենք ստացել որպես աղբ, որը իմ փոխարեն պարգևավճար է ստանում։ Միայն պարգևավճարը իմ 3 տարվա աշխատավարձն է։ Այնպես որ նյութական բանով ես եթե այնտեղ ձայն չեմ հանում, ուրեմն բնականաբար այստեղ էլ ձայն չեմ հանի, ուղիղ հակառակը կասեմ, այո, ռուսական ալիքները պիտի մնան, ինչու, որովհետև մեր ժողովուրդը պարտավոր է իր թշնամուն դեմքով ճանաչել։ Իսկ Ռուսաստանին ճանաչելու համար նրա պրոպագանդան տեսնելը լրիվ բավարար է։ Եթե իհարկե մեր ուղեղի ծալքերը չեն բթացել ալկոհոլի եւ խոլեստերինի խառնուրդից արդեն այդ ճենճահոտը չի պատել մեր ուղեղը, եթե Պարգևավճարների մասին խոսեցիք, անհամաձայնություն, մտահոգություններ ունեք դրա հետ կապված։ Մենք երեք լսում էինք նաև վարչապետը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների այդ հարցադրումներին։ Սա նոր մեխանիզմ է գործի դրված։ Ֆինանսների նախարարն էր երեք խոսում, ասում էր ես օրինակ դեմ եմ, որ նախարարների աշխատավարձերը բարձրանան, այսինքն չպատճառաբանված, բայց եթե լավ են աշխատում, պիտի խրախուսել, պիտի տալ, բան Հայրապետյան։ Բնականաբար իրենց մի արտահայտություն կարող ենք անել Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարկեսին վկայակոչելով արածեք կովեր, կյանքը կարճ է։ Իսկ նախարարը ոնց կարող էին փոխարեն ասել, թող մտնի հələ բուհերը, թող մտնի մի հատ դպրոցները, եւ եթե ուղեղը հերիք է անում նախարարի կամ նախարարների կամ վարչապետի, թող տեսնեն ինչ թող ասեն ժողովրդին, առաջնորդի ինչ չափով են չափում, լավ են աշխատում թե վատ։ Եթե միայն 1 ամսվա 13-րդ աշխատավարձը կրկնեմ, իմ 3 տարվա աշխատավարձն է, 3 ամսվա չէ, 3 տարվա։ Իրենք պիտի կարողանան ինձ ապացուցել, որ 36 անգամ ինձանից այդ 1 ամսում որևէ նախարար ավելի լավ է աշխատել, քան ես եմ աշխատում իմ 1 ամսում։ Ինչ չափով չափեն, նույն չափով չափվելու են։ Հիմա իրենց ժամանակն է թող անեն իրենց գործը, բայց սա անբարոյականություն է։ Մենք արժեքներ ենք ոտնատակ տալիս, չափման միավորներ չունենք։ Դրա համար էլ կարող են ասել, ես որտեղից ուզում եմ, այնտեղից էլ սկսում եմ, իմ կետից 0-ից եմ սկսում։ Դա բոլոր հեղափոխությունների բերելիք ողբերգության ակունքն է, որ բերել են մարդկության սկզբից ի վեր, մանավանդ լուսավորչական ժամանակներից հետո։ Երբ որ հեղափոխություն է արվում, ասում են մենք 0-ից ենք սկսում։ Թող հիմա էլ հայոց պատմությունը 0-ից սկսեն, հա, Բլումբերի 17-ից սկսեն իրենց այդ Մոսկովյան դերակատարումից չէ, դե թողնենք մի կողմ չստացվի, որ հանկարծ հիմա նյութական բաների մասին խոսում են, փառք Աստծո, որ Հայաստանում ինձ նման մարդիկ կան, որոնց համար նյութը երբեք առաջինը չէ, եւ մեր կյանքը չի սկսվում եւ չի ավարտվում պերաշկին նայած ինչ խորությամբ գծելով։ Միջազգային երկրորդ օդանավակայանը Կապանում կլինի, պարոն Հայրապետյան, չեք տեսնում այն դրական քայլերը, որոնք կատարվում են կամ գուցե դրական քողի ներքո ներկայացվում են հանրությանը, անընդհատ այսպես ֆինանսների նախարարն էլ արտաքին պարտքի մասին խոսելով նշում էր, որ մյուս տարի այսպես պետության պարտքի մասին խոսելով նշում էր, մյուս տարվանից արդեն նոր մեխանիզմներ կյանքի կդրվեն, այս հարցին էլ լուծում կտրվի, էլի ամեն ինչ անում են, որ քաղաքացու կյանքը շատ ավելի հարմարավետ լինի։ Չեմ էլ կասկածում, որ հաստատ այնտեղ մարդիկ կլինեն, որ իրենց հնարավորությունների առավելագույն սահմանով գործում են եւ նպատակը բարի է։ Չեմ էլ կասկածում։ Պարզապես ցավալին այն է, որ իրենց հնարավորությունների սահմաններն են շատ սահմանափակ, մտավոր հնարավորությունների մասին է խոսքը, հոգեվոր հնարավորությունների։ Իհարկե ողջունելի է, եթե կարողանան Կապանի օդանավակայանը բացել, բայց մի տեսակ կոտրված ժպիտ է գալիս։ 100 տեղից Կապանի օդանավակայանը ուղիղ նշանառության տակ է։ Ղրիմյան հայրիկի կամ մեր պարոն Փաշինյանի թղթե շերեփը պիտի ցույց տանք, ասենք մի խփեք, այդպես չի։ Տեսեք, երբ որ մի քիչ առաջ էինք ասում, չէ, ազգերի լիգա միավորված ազգերի կազմակերպություն, հիմա էլ Թրամփի էս խաղաղության չգիտեմ ինչը, երբ որ տեսնում են, որ կարելի է խախտել նախորդ պայմանավորվածությունը, ուժերը հերիք է անում, անմիջապես խախտում են։ Հիմա զսպաշապիկ կա Ալիևի վրա, տազ է արել, որովհետև գիտի, նրա վիճակը շատ ավելի խախուտ է կան մեր Փաշինյանինը, հաստատ։ Ինչ նկատի ունեք։ Թրամփը հստակ ասեց, քանի տարի ես, բան, ասես 22 ասոցիա, ում կարգին ուժեղ տղա ես։ Իսկ այդ ուժեղներին
այդ տիպի ուժեղներին, բռնապետական ուժեղներին ավելի հզոր բռնապետները չեն հանդուրժում երբեք։ Այնպես որ հենց մի փոքր զուլալում գնաց, թող մտածի թե ուր է գնալու Ալիևը, բայց քանի դեռ չի գնացել, մենք իհարկե պիտի հասկանանք ընդհանուր օրենքը, որ Ալիևը չեն վերջին ամենալուրջ դեմոկրատը, չգիտեմ, լիբերալը լիներ անգամ, երբ հնարավորություն ունենար խփելու էր Փարքասո, այսօր այդ հնարավորությունը չունի Ալիևը, ատոմները կրճատացնելով համակերպվել է նրան, որ այլևս մի քայլ առաջ չի գալիս։ Խնդիրն այն է, թե մեզանից վերցրած տարածքներից մի քայլ հետ գնալու է, թե չէ, այստեղ թող Սահմանազատման հանձնաժողովները երբ կսկսեն կհասնեն այդ հայտված, իշխանությունը գոնե այդպես է մեկնաբանում մեր տաղավարում, երբ նրանց ուղղում ենք հարց, թե երբ են ի վերջո իրենց դիրքերը գնալու, ասում են սահմանազատման գործընթաց գոյություն ունի, երբ հասնեն այդտեղ, բնականաբար կպահանջեն երևի, որ գնան իրենց դիրքերը։ Կգնան իհարկե, սահմանազատման գործընթաց, Աքիլեսի եւ Կրիայի պատմությունն է։ Կգետեն մերոնք, խորը կգետեն։ Այդպիսի բան չկա։ Թող մեր ժողովրդին չխափեն, գոնե տազանեն, սուս մնան, չխափեն, մեր ժողովրդն արժանի չէ, էլի հերթական խափեության չափաբաժնին, ազնիվ եղեք, չեք կարող ազնիվ լինել, ուրեմն լռեք, լավ կանեք լռեք, գլուխը մտցրեք ձեր մսուրքի մեջ եւ շարունակեք լափել, ժողովրդին հանգիստ թողեք, մի խափեք նրան, ափսոս է, վաղը երբ որ Սարդարապետի առջև կկանգնենք, այս Սարդարապետը մեր կողմից դատարկ կլինի, եթե պղծված ժողովուրդ ունենանք, իսկ հենց հիմա խափում են եւ պղծում են, ինչպես Ռուբեն Հախվերդյանն իր երգի մեջ ասում։ Պարոն Հայրապետյան, ամիսներ են մնացել խորհրդարանական ընտրություններին, դուք այս արկա պատկերով տեսնում եք իշխանության փոփոխության հնարավորություն թե ոչ, նկատի ունեմ այն պատկերը, որ ներկայացնում են քաղաքական տարբեր ուժեր, խմբեր։ Քաղաքական տարբեր ուժեր, խմբեր Հայաստանում կարծեք թե չկան, մենք քաղաքական տարբեր խմբերի, կուսակցությունների իմիտացիաներ ենք Հայաստանում, ինչպես կարող է գաղութում ինչ որ դեմոկրատական բան լինել, էլի կամ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում, իսկ մենք ռուսական ճամբարում ենք գտնվում, չենք կարողացել շղթան ճեղքել դեռ, եւ երևի պետք է չէ ժամանակից շուտ գլուխ բարձրացնել, այլապես գլուխները սկտրելու են։ Դրա համար նայած պարոն Պուտինին, պարոն Էրդողանին, պարոն Ալիևին, այսօր հարմար է Փաշինյանը, եթե այսօր լիներ ընտրությունը, նա կմնար իշխանության։ Այդ հաշված ամիսների ընթացքում չգիտեմ ինչեր կփոխվեն, իսկ ամենալուրջ փոփոխությունը այ մեր քթի տակ բան է կատարվում։ Իրանը նկատի ունեք, Իրանը զարգացումները։ Երկու բան ապրեք, մեկը Իրանն է, գուցե առաջինը հենց Իրանն է, բայց չէ, էլ ավելի առաջինը քրդական գործոնն է, որ այնպես չի, որ մեզանից շատ հեռու է, բացարձակ հեռու, հենց մեր մաշկին կպած իրադարձություններ են կատարվում այսօր։ Քրդական իրարամերժ խմբերը, ընդ որում Թուրքիայի եւ Սիրիայի հյուսիսի քրդերը դրանք 90%-ից ավելիով հայկական ծագում ունեն։ Տեսեք ինչ է տեղ ունենում, բա պիտի պատասխան կտա Թրամփը իրեն երևակայում է աշխարհի հայերը, չէ՞։ Հայերը իր զավակներից, իր ժողովուրդները զավակներն են։ 40-ից 60 միլիոն տարբեր հաշվարկներ են ասում, քուրդ ժողովրդին մի բնակարան, մի հողատարածք, մի տնամերձ պիտի տա, թե չպիտի տա, այդ հարցը պիտի լուծվի։ Եվ հիմա լուծվում է, տեսեք, Իրաքյան սահմանը այդ պատնեշը ջարդեցին, թուրքականը ջարդեցին, լուրջ պրոցես է գնում, մենք այստեղ ունենք անելիք, թե մեր KGB-ն զբաղված է մենակ ինձ նմաններով կամ ինձ նմանների կամ մյուսների հեռախոսները լսելով կամ գնալով ինչ-որ կաթողիկոսական, տերտերական, չգիտեմ, բաների չվկայակոչված սափրագլուխի ֆունկցիա կատարելով է զբաղված։ Թիկնապահ են աշխատում, բայց դա է ազգային անվտանգությունը։ Սա լուրջ անվտանգության խնդիր է, սա թիվ 1 խնդիրն է, այսօր քրդական խնդիրը եւ իրանական խնդիրը։ Չտեսակ ինչ ասաց այստեղ Իրանի հետ դեսպանը, հաթաթա էր տալիս, եւ այստեղ մի տղա չկար, որ պատասխաներ, ասեր իդիոտ, մեզ չէ տակրկրում է, այնտեղ մոլլեքը կլինեն, շահը կլինի, թե որ Սրիկան կլինի։ Պարոն Հայրապետյան, եւ վարչապետի եւ
ԱԳՆ-ի Չէ, սա պիտի հասկանում եք, ծրագրային մակարդակի հստակ արտահայտվի, ինչպես որ ծրագրային մակարդակի, ասենք Մակրոնի եւ Կանադայի պրեզիդենտը հստակ բաներ են ասում են, այս սրանք են, սրանից են կողմ չկան, կարմիր գծեր քաշելը։ Պիտի ասվի, մեզ համար էական չէ Իրանում ինչ վարչակարգ կլինի, մենք իրավունք էլ չենք վերապահում մեզ որոշելու Իրանում ինչ վարչակարգ կլինի կամ մեզ ինչը հաճո կլինի, մեզ հաճո է միայն այն, որ Իրանը միասնական եւ կայուն պետություն լինի, միասնական եւ կայուն։ Այստեղից լրիվ ուրիշ բան է գնում, չկարծեք էլի, մի քիչ առաջ Ալիևի համար է ասում, որ հեչել այնպես չի, որ շատ ավելի լավ վիճակում է։ Թուրքիան եւ Իրանը հաղորդակից անոթներ են, եթե Իրանի խնդիրը սկսվեց, կողքից բզբզալու են եւ Թուրքիա եւ Իրանի խնդիրները միաժամանակ են լուծվելու։ Անհնար է Իրանի խնդիրը լուծել եւ Թուրքիային թողնել։ Եվ դրան լծված է ով տարածաշրջանում ամենալուրջ ազդեցություն ունեցող երկիրը Իսրայելը այսօր։ Այնպես որ խնդիրները շատ ավելի բարդ են եւ պետք չի երևի թե ձեր հեռուստադիտողին այսպիսի մոլեկուլյար մանրամասնությունների մեջ մտցնել, բայց ճշմարտությունն հենց այդ մանրամասնությունների մեջ է թաքնված։ Իսկ եթե մակերեսով են ասում, այ մակերեսով պիտի ասել Իրանի դեսպան տեղը վերընկի, դու մեզնից ավելի շատ չէ որ սիրում ես Իրանը։ Եվ ում հանձնարարությամբ էս այդ հիմարությունը դուրս տալիս։ Բայց իհարկե Հայաստանը կարող է գիտես քո մոլեկի նման տեղը որտեղ ցույցեր արտոնված չլինեն, բոլորն էլ իրավունք ունեն ցույցեր անելու, բայց մյուս կողմից էլ պիտի ասեն այդում փողերով եք գնացել այդտեղ ցույցեր արել, այդ ինչի համար եք անում, ձեզ ինչ այնտեղ մոլեկը կլնեն, թե չգիտեմ Կզլբաշ ոստիկանները կլնեն, որ մեր նոր գրականությունը հենց դրանց դեմ պայքարով սկսվեց, չէ՞ Խաչատուր Աբովյանի վերք Հայաստանիով։ Այսինքն խնդիրները շատ ավելի լուրջ եւ խորն են։ Մենք ընկած ջուր ենք ծեծում։ Ներսում է պետք է ամեն ինչ անել, դրսում ինչ որ անում են մերոնք, մեր իշխանությունները, կարող եմ ասել, որ այո, բավարարի ու լավի միջև սահմանում է գտնում, վատ բան չէ որ անում են։ Ներսում այս նույն արտակատումը եկեղեցու իշխանության։ Եկեղեցի իշխանությունն էլ չէ, այդ երկուսն էլ նույնտեղից հանձնարարությունը ստացած Հայաստանում քաոս ստեղծելու խնդիր են լուծում։ Իհարկե այս կաթողիկոսը կհեռանա, ինչի պիտի հեռանա, որովհետև իսկականից բան է փոխվել աշխարհում, բան է փոխվում, իսկ Հայաստանը աշխարհի մաս է կազմում, բան է փոխվում նաև Հայաստանում, եւ բնականաբար 5-ին 5 տակառներում, նոր գինին նոր տակառներում։ Այդ էլ հովավետարանում է ասված։ Բնականաբար փոխվելու է, բայց այդ փոխելը այնքան հանգիստ կարելի է անել, անհանգիստ անելը, որ արվում է հիմա, ում է ձեռք տալիս, բացառապես ռուսական կայսրությանը, որպեսզի թեժ պահի վիճակը, որպեսզի իր միջամտելու դռները, դարպասները շատ ավելի լայն լինեն, չնայած ինքը ցանկացած ծողանցքից էլ կմտնի, այստեղ իր հարամությունը կան է Ռուսաստանը։ Եվ իրոք փոխվելու է Պրոմզդաչայի, ասել եմ, ընդունում հանձնման գործընթաց է կատարվում տարածաշրջանում, եկեղեցին դրանից ավելին չէ, որ դուրս մնա, մանավանդ որ եկեղեցին ինքը սկսեց։ Ինքը հայտարարեց, որ ինքը ստեյության կուսակցություն է, 2 տարի առաջ այն խելացի մի հատ arczepiskopos կար, չէ՞ որ հիմա բանտարկված է։ Միքայել Սրբազան, Բագրատ։ Այո, Բագրատ arczepiskopos-ը։ Այ Բագրատ arczepiskopos-ին ըստ էության կուսակցական խաղի դրդեց։ Ինչքան էլ հայտարարություններն ուզում են լինեն, Ալիևի հայտարարություններն հիմա հավատում եք, չի կարելի հավատ ընծայել, հավատ Աստծո բաժինն է։ Հավատ ընծայել որևէ քաղաքական գործ չի, հրապարակ դուրս եկած մեկի խոսքերին։ Դա Աստծո բաժինն է, եւ մանուկների բաժինը շաների առջև նետել չի կարելի։ Կարելի է վստահության որոշակի տոկոս վերապահել դրանց։ Իսկ մարդը վերկացել ինչ որ սիրուն բաներ էր ասում, ընդ որում իմ սրտից բխող բաներ էր ասում հոգեվոր անվտանգության մասին, 2 կետ կար, որ հրաշալի էր այդ մարդու խոսքի մեջ, ուրիշ որևէ, բայց մեծ հաշվով ինքը կուսակցության հայտ էր ներկայացրել։ Հա, բա պետությունն էլ ասում է, դու իմի տեղը բեր, տեր, այստեղ կուսակցական ես։ Եկեղեցի դու կուսակցություն ես, թե եկեղեցի ես համահայկական։ Կարող էր դա ասել, բայց ասելու ձև կա։ Այդ հարցերն այնքան վաղուց լուծված կարող են լինել։ Բայց չեն ինչու, որովհետև հրահանգն այդպեսին չէ, քաոսը պետք է ստեղծել Հայաստանում եւ մարդիկ լծված են, 2 կողմից, 3 կողմից լծված են այս միարդային վիճակը ժողովրդի մեջ պահել։ Իսկ մեր ժողովրդին էլ փառք, որ մեծավ մասամբ չի տրվում այդ միարդային վիճակին։
սովորական ժողովուրդ է, երկու կողմից, երեք կողմից իրենց զոմբիներն ունեն, զբաղված են դրանով, թող զբաղվեն, հոշոտ են իրար արծիճկա, մեր ժողովուրդը իր վարուցանքին է եւ լավ ժողովուրդ է, ոչ կառավարության գործերին, որտեղ իր կառավարությունը չէ, ոչ ընդդիմության, որտեղ իր ընդդիմությունը չէ, ոչ էլ եկեղեցական վերնախավի, որ իր հոգեվոր վերնախավը չէ, դրանց գործերին չի խառնվում։ Ինքը իր համար, երբ որ այնտեղ ոչ մեկը չկա, գնում իր մոմը վառում, իր աղոթքն անում դուրս է գալիս։ Եվ ոչ թե փարիսեցիների նման ցուցադրաբար։ Շնորհակալ եմ, պարոն Ձեր Հայրապետյան։ շնորհակալություն։ Առաջին տաղավարում զրուցում էի հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։